Բանոֆիպա ենք պատրաստում մի փոքր պարզեցված տարբերակով։ Սա ամերիկյան շատ հայտնի աղանդերներից մեկն է, որից գլուխ կհանեն անգամ ամենափոքր երեխաները։ Դե ինչ մեծ անհրաժեշտ է թխված քաբլիթ, որը պետք է լավ մանրացնել, ավելացնել կաթի եւ կարագի խառնուրդ, առնել ու ստանալ այսպիսի զանգված։ Հետո զանգվածը տեղավորել ցանկացած ձևամանի մեջ, հարթեցնել, այնպես ինչպես ես ձեզ ցույց եմ տալիս, բոլոր ձեզ հարմար եղանակներով եւ ուղարկել սառնարան։ Ընթացքում պատրաստել կրեմը։ Սերուց քահարել, մինչեւ հստակ ռելիեֆներ կընդգծվեն։ Հետո սառնանից դուրս ենք բերում թխված կաբլիթը, առաջին շերտով դնում ենք եփած խտացրած կաթը։ Դասական տարբերակում այստեղ կարամել է դրվում։ Հետո խտացրած կաթի վրայից դասավորում ենք բանանները ըստ մեր ցանկության, կարող եք օղակաձև կտրատել։ Ձևավորում ենք սերուցքով, ելի ըստ ցանկության, վերջում առատ շոկոլադ ենք քերում, դառը կամ կաթնային եւ կարող ենք մատուցել։ Շատ պարզ, համեղ, շատ հետաքրքիր համային համադրությամբ եւ որ պակաս կարեւոր չէ, շատ արագ պատրաստվող։ Անպայման պահպանեք եւ տարեք ձեր խոհանոցներ ու չմոռանաք միանալ իմ համեղ էջին։ Չմոռանամ ասել, որ կարող եք մատուցել նաեւ այսպես պորցիոն։